Ինձ միան հարց շատ են տալիս, որ պատասխանը չունեմ։ Ասում են, որ ինչի ընտրեցիր հենց Հայաստանը, ինչի տեղափոխվեցիր Հայաստան։ Անկեղծ ասած, տրամաբանական պատասխան չունեմ։ Իմ միակ պատասխան դա է, որ ես ինձ լավ եմ զգում ստեղ և իմ այս որոշումս երևի ինչ-որ չափով այն ժամանակ, որ կայացրեցի նման որոշում, ինքը էականորեն հակասում էր այդ հայտնի ասացվածքին, որն ասում է, որտեղ հաց, այնտեղ կաց։ Ես ուր որ ապրում էի Թեհրանում, կար հաց և կար լավ հաց։ Հետևաբար, եթե ես ուզենայի առաջնորդվեի այդ ասացվածքով, չէի տեղափոխվի Հայաստան, բայց ինձ թվում է մի քիչ կարող ենք փոփոխել այդ ասացվածքը, որտեղ էր հաց, այնտեղ կաց, որ անպայման չի, որ մի տեղ լինի այդ հացի պահը։ Եթե ունես մասնագիտություն, եթե ունես աշխատանքային փորձ, թեկուզ եթե չունես, բայց աշխատասեր մարդ ես և քեզ վախենում աշխատելուց և նման մի քանի երկիր ապրելուց հետո հասկանում ես, որ ամենակարևոր բանը այս կյանքում դա լավ զգալն է քեզ և դա զուտ ասացվածք չի, դա իրականում այդպես է, ամենակարևոր բանը այս կյանքում դա է, որ դու քեզ ներքուս լավ զգաս։ Եթե ապրում ես այնպիսի երկրում, կամ անպայման չի, որ երկիր փոխես, դու կարող ես ապրում ես այնպիսի շրջապատում, որը քեզ դուր չի գալիս, դու կարող ես զուտ շրջապատը փոխել։ Շատերը կոմենտ կդնեն, որ մի գիր ակնոց։ Այնո, գիտեմ, երևի առանց ակնոցի ավելի գեղեցիկ եմ, բայց եկեք այսօր դնենք ակնոց։ Երևի մի հատ էլ սենց որ բան անենք, էականնման, չգիտեմ։ Ամեն դեպքում ասածս դա է, որ ինչը որ պատահում է մեր կյանքում, մենք բույս չենք, մենք կարող ենք փոխել այն ինչը մեզ դուր չի գալիս։ Իմ կարծիքով ինչ որ ձեր կյանքում ձեր դուրը չի գալիս, դուք դա կարող եք փոխել, ավելի լավը դարձնել, ձեր ուզածով դարձնել, այնքանով որ ինչքանով ուրիշին չեք խանգարում, ձեր ուզած ուղիով առաջ գնաք։ Երկիրը, միջավայրը այդ դրանցից մեկն է։ Իրականում որ դուք կարող եք երևի երկիրը մի քիչ ավելի դժվար, բայց կարող եք սկսել միջավայրի փոփոխությունից։ Եվ այն ինչ որ այդ ճանապարհում ձեզ խորհուրդ կտամ, not good, this is not good, this is not good. Իրականում ընդհանուր, չգիտեմ, միշտ ուսման ուղի ընտրող մարդուն, հաջողության ուղի ընտրող մարդուն, միշտ ասում ենք ճանապարհը շատ դժվար է, հանկարծ չհանձնվես եւ այլն, բայց նման բաներն էլ շատ դժվար են, երբ որ դուք որոշում եք շրջապատ փոխել, երկիր փոխել, շատ կասկածներ կարող ձեր մեջ առաջ գա, արդյոք ճիշտ եմ սխալ եմ այդ ուղու մեջտեղից դուք ուղի փոխեք, սկսեք նորից ձեր հին շրջապատի հետ շփվել եւ այլն։ Ամենակարևորը դա է, որ դուք իմանաք, որ դժվար է ճանապարհը, այսինքն հեշտ ճանապարհ չի,
Տենց չի, որ դուք այսօր որոշում եք, որ շրջապատ փոխելու փաստը հեշտ լինի։ Եթե դուք գտնում եք, որ ձեր շրջապատի մարդիկ չեն, ովքեր ձեր զարգացմանն են նպաստում կամ ձեր լավ լինելուն զարգացում, անպայման գործնական զարգացում չեմ ասում, ձեր լավ լինելուն։ Թեկուզ եթե մայր եք, տնային տնտեսուհի եք, դուք բարձ կարող եք հասկանալ, որ մարդիկ են ձեր վրա դրական ազդում են, մարդիկ, ովքեր իրենց գնալուց հետո դուք ձեզ լավ եք զգում, ում գնալուց հետո դուք չեք մտածում, ես ումա YouTube-ը այս նվագի վրա, YouTube-ը չթողնելու այդ նվագը, հիմա չգիտեմ այսքան որ խոսել եմ, կտողից հրեմ թե չէ, որտեղ ինքը copyright-ի հարց կունենա այս։ Ամեն դեպքում դուք շատ պարզ կարող եք հասկանալ, որ մարդիկ ձեզ լավ զգացում են տալի, ու մի բան իմ անձնական փորձից եւ թեկուզ ինձ ավելի փոքր մարդկանց, երիտասարդ մարդկանց, դուք կարող եք արտաքնապես շատ գեղեցիկ հարաբերության մեջ լինել ինչ-որ մարդկանց հետ, որը որ տրամաբանորեն որևէ խնդիր չկա այդ մարդկանց հետ, բայց դուք ամեն անգամ նրանց առանձնանալուց հետո կամ իրանց այդ շփումից հետո դուք ձեզ լավ չեք զգում։ Սա ինձնից շատ երկար ժամանակ, շատ երկար ուսումնասիրությունից հետո եմ սա կարողացել իմ կյանքում գործադրել։ Սահմանափակեք նման մարդկանց հետ ձեր շփումները։ Եվ եթե այդ մարդիկ են, ում կարող եք ձեր կյանքից դուրս հանեք։ Այսինքն եթե ընկեր ա, ճակերտավոր ասած ընկեր, ծանոթ ա եւ այլն։ Եթե բարեկամ ա, եթե ընտանիքի անդամ ա, դուք չեք կարող, ես շատ կողմնակից չեմ դրան, որ լիովին կտրեք, չնայած կան մարդիկ, որ այդ ճանապարհն են ընտրում, եթե բարեկամական ընտանեկան հարաբերություն ա, մի լիովին կտրեք, բայց շատ սահմանափակեք ձեր շփումը։ Խղճացեք ինքներդ ձեզ եւ ես ձեզ մի բան ասեմ իմ կարծիքով, սա փաստված բան չի, բայց իմ կարծիքով եթե ինչ-որ շփումից հետո դուք ձեզ լավ չեք զգում, դա ձեզ հասցնելու այն այդ կետի, որ դուք սկսեք այդ հարաբերության մեջ ագրեսիա առաջացնել, որովհետև այսպես խեղդված զգացումներ եք ունենալու, որովհետև արտաքնապես շփումը շատ գեղեցիկ է, բոլորը իրար հետ գեղեցիկ են խոսում, բայց ներքուս դուք զգում եք, որ ինչ-որ բան այն չի, ու դուք գնալով սկսում եք սխալ պահել ձեզ իրականում, այսինքն դուք եք լինում այն մարդը, ով սխալ է պահում իրան, դուք ձեր պատճառներն ունեք, ինչպես արդեն ասեցի, եւ հետեւաբար tension-ը առաջանում շփման մեջ տհաճ վերաբերմունքներ սկսում ձեր կողմից դրսևորվել ու հետո դուք դրա համար եք ինքներդ ձեզ մեղադրում ու երկարատևի վրա ինձ թվում է որ արդեն մյուս կողմին էլ հաճելի չի լինում այդ շփումը ամեն դեպքում շատ չխորանամ ինչ է պատահում բայց իմ համար այսպես մարտահրավերով լի մասը հարաբերություններից կարգավորման մեջ այդ մասն էր որ ես որոշեցի, որ պետք է սահման դնեմ այն հարաբերությունների եւ շփումների մեջ, որոնցից հետո ես ինձ լավ չեմ զգում։ Ու եկեք չպիտակավորենք, որ այդ դիմացի մարդուց է, դիմացի մարդն է այսպես անում, հնարավոր է ինձանից է դա։ Կամ հնարավոր է որ տեսեք մենք միշտ այս կետերը ուրիշի վրա տեսնում ենք, բայց մեր վրա չենք տեսնում։ Հնարավոր է որ ես իմ մեջ ինչ որ բարդույթներ ունեմ, որ այդ շփման մեջ ավելի է սրվում ու դա պատճառ է լինում որ ես ինձ լավ չզգամ այսինքն պատճառները կարող է տարբեր լինեն պատճառը կարող է դիմացինը չլինի պատճառը կարող է դուք լինեք եթե կարող եք սա կարևոր կետ է եթե կարող եք դուք գտնել դա եւ եթե խնդիրը ձեզանից այսինքն դուք ձեր ներքին աշխարհի ինչ որ խնդիրների արդյունքում է դա առաջ գալի այս շատ լավ առիթ է որ դուք դա գտնեք ձեզ բարելավել, տեսնեք, եթե կարող եք հարաբերությունը շարունակեք, եթե չէ, չշարունակեք, բայց եթե տեսնում եք, դա ձեզ վնասում է, ձեր միտքն ազբաղեցնում եւ այն ու ինքը կարեւոր հարաբերություն այդ իմաստով, որ դուք պետք չունեք, որ ամեն օր այդ մարդկանց հետ շփվեք, մի շփվեք։ Իրոք սա
իմ կարծիքով շատ կարևոր կետ է, որովհետև դուք ձեր էներգիան վատնելով այդ հարաբերության վրա առիթը կորցնում եք ճիշտ հարաբերությունների, ճիշտ ընկերությունների, ճիշտ շփումների հետ ճիշտ շփումներ ունենալ։ Այսքանը ես պատրաստվեցի արդեն, պատրաստ եմ, սա ակնոցով, սա առանց ակնոցի, ասեք որն ավելի լավ, չնայած եթե ասեք առանց ակնոցի ավելի լավ, մեկը ես այս շրջան պարտավոր եմ ակնոց կրել, որովհետև լինզա կրելուց աչքերս զգայունություն է առաջացնում, այս պահին այսքանը։ Վերջնական լուքսը ցույց տամ, սա ավելացրեցի, սա փոխեցի սրանով։ Կոշիկներս այսպես բոցեր եմ հագել, սապոկ կարծեմ, այստեղ պես են ասում, եթե հայերեն տարբերակը կա, ասեք, դա օգտվենք։ Սամաններ, սամպակաս, ականջակալ, наушник. Идет, я изучаю русский язык. For your info. Ես սա հիմնականում դնում եմ գրպաներում։ Բան կա, նշում։ Ես գնում էի պարապելու։ Պարապելու, I mean, կարդալու, չգիտեմ, տենց բաների։ Հիմա։ Եթե նոթբուքը վերցնեմ, պետք է իր շարժերն էլ վերցնեմ ու հետը պայուսակ։ Ինձ թվում է iPad-ը կվերցնեմ, որ փոքր պայուսակ վերցնեմ։ Սա վերցնեմ։ Խնդրում եմ սա վերցնել։ Ու հետո iPad-ն էլ ձեռս կարող եմ բռնել։ Հուսամ բատրի ունի։ Լավ 56%։ Հարմար կաշխատել։ Հարմար աշխատել։ Վստահ չեմ, բայց հաստատ ավելի հարմար է քայլել։ Դες գնացի, ստեսությունը։